Շատերը հիացած են, որ այդ Ուկրաինայի պրեզիդենտը հենց Սպիտակ տանը անձամբ նախագահին արճակատում է, բաներ ասում, բացատրում, չգիտեմ ես ինչեր անում, հորդորում, սխալի մեջ է բռնում, կամ չգիտեմ, մանրամասն չնայեցի, մենակ այդ հատվածն եմ նայել, ամեն դեպքում շատերը հիացած են, որ ինչ-որ մեկը, ինչ-որ մի երկրի նախագահ համարձակ կերպով արճակատման դուրս եկել ամենահզոր երկրի, ավելի ճիշտ կայսրության նախագահի հետ և անգամ չի համաձայնվում, համարձակվում է չհամաձայնվել, վերջը, շատերին է թվում, թե սա ինչ-որ լուրջ երևույթ է, նախադեպը չունեցող, ոմանք էլ հիացած ասում են, մենք տենց նախագահ չունեցանք, որ սենց համարձակ կերպով, չգիտեմ, արճակատման դուրս գա մյուսների հետ, նախանձում են, որ Ուկրաինան տենց նախագահ ունի, այս ամեն ինչը մոլորություններ են, դուք էլի խաբվում եք, այս Ուկրաինայի նախագահի արճակատում Ամերիկայի նախագահի հետ, ավելի ճիշտ է փողոցային կիսախուժան տենց ռազմորկա էր, ռազմիրատ, փողոցային բալամուտ, այսպես ասած, ամեն դեպքում շատ փողոցային անպրոֆեսիոնալ, դիվանագիտությանը ոչ հարիր երևույթ էր, այս ժամ, առաջ անգամ որ տեսա բանը, տեսանյութը, ես միանգամից հասկացա, որ սա թատրոն է, այս թատրոնով ուզում են առաջերտին Միացյալ Նահանգների ժողովրդին խաբել, հետո նաև ձեզ բոլորիդ, ամբողջ աշխարհի ժողովուրդներին, որ տեսեք, ինչքան մարդասեր նախագահ ունի Միացյալ Նահանգները, որ հավասարի հետ բանավիճում է, կակոնիբուց ինչ-որ Ուկրաինայի նախագահի հետ, շատ լավն է, ես Ուկրաինայի նախագահն այնքան սիրում իր երկիրը, այնքան սիրում, էլ չասելու, որ անգամ Միացյալ Նահանգների ամենահզոր երկրի կայսրության նախագահի դեմ կարող է հավասար հետ խոսա և բաներ բացատրի, պահանջի, չհամաձայնվի, այնքան հզոր է Ուկրաինան, որ Միացյալ Նահանգները կարող է չհամաձայնվի, ու ոչը չհամաձայնվեց, չի ստացվել, բայց այս ամեն ինչը թատրոն է նաև նրա համար, որ ցույց տան, որ տեսեք երկու կողմներ ուզեցին, բայց չստացվեց, որտև Ուկրաինայի նախագահը շատ սիրում իր երկիրը, զիջումների չգնաց, և այլն, դե պատրիոտիզմ են զարգացնում, տեսեք, դու ցույց են տալիս նաև, որ տեսեք, որ Միացյալ Նահանգների նախագահը չի համաձայնվում իր նախորդ նախագահի քաղաքականության հետ չի համաձայնվում, նա նույնիսկ հիմար է անվանում նախորդին, ասում են հիմար էր, ասում ձեզ 350 միլիարդի օգնություն է տվել, մենք կնենք չէինք տա, ասում այդ պատերազմը չէր լինի, ոնց չէր լինի, Ռուսաստանը մի 3 օրում կգրավեր կպրծներ, չէր լինի, այդպես չէր լինի, բայց սա ուրիշ թատրոն է, սա թատրոնը ցույց տալու, որ տեսեք, քաղաքական իրադարձություններ են կատարվում, որ անկախատեսելի իրադարձություններ են կատարվում, որ մենք ոչինչ չենք կարող անել, փորձեցինք, բայց մենք լավն ենք, փորձեցինք, բայց չստացվեց, իրականում, այս ամեն ինչը, այսինքն, այդ Ուկրաինայի նախագահի չհամաձայնվելը, պատերազմը շարունակելը, սա մտնում էր ջմոնների ծրագրի մեջ, ջմոնների ծրագիրն է, որ պատերազմը շարունակվի, որպեսզի շարունակվեն վատնվել ռեսուրսներ, ամայանա երկիր, կոտորվեն մարդիկ, օրինակ հիմա 1.5 միլիոն զինվոր է կոտորվել երկու կողմից, 1.5 միլիոն, ոմանք ասում են ավելի շատ, բայց կարևորը դա չի, չնայած դա հսկատիվ է,
Թեկուզ հենց այդ ժողովուրդների քանակի համար հսկաթիվ է, բայց կարևորը դա չի, կարևորը նա է, որ Ջմոնեն ուզում են, որ այս պատերազմը շարունակվի, որպեսզի Ռուսաստանին արնակամ անեն, բոլոր ռեսուրսները, հնարավոր բոլոր ռեսուրսները Ռուսաստանը ծախսի, ժողովրդի դժգոհությունը գնալով շատանա, որպեսզի ներսից քանդվի երկիրը, քանդվի, մասնատվի, իրենց նպատակը, Ջմոնի նպատակը հենց դա է, Ռուսաստանը մասնատել, ոչ թե Ուկրաինան դա եւս մտնում է իրենց ծրագրերի մեջ, որտեղ ժողովուրդները ոչինչ չեն անում, եթե մի գնդակով մի 5-4 նապաստակ չեն խփում։ Իրանց այս ամեն ինչը, այս պատերազմը արվել է նրա համար, որպեսզի մի քանի բանի հասնեն։ Նախ Ուկրաինայի ցեղահողային, հազար անգամ ասեմ, Ուկրաինայի ցեղահողային տարածքները մաքրվեն, ուկրաինացի ազգաբնակչությունից, տենց էլ եղել է 6 միլիոն ուկրաինացի բնակիչ, այդ շրջանների բնակիչ արտագաղթել Եվրոպա, դե Լեհաստանի վրայով դեպի Եվրոպա, Ամերիկա, Կանադա, որտեղ որ լավ է, 6 միլիոն։ Ու շարունակում են արտագաղթել, ժողովրդների նպատակը դա է, մաքրել այդ տարածքը, ճակերտավոր իհարկե, իրանց համար ոչ, մեզ համար ճակերտավոր։ Այդ տարածքները մաքրել ազգաբնակչությունից, որպեսզի տեղ մաքրվեն այդ տարածքները, թե սևահողային այդ վարելահողերը, ամեն ինչ մաքրվի տեից, մաքրվի, մարդ չմնա տե, որ իրանք կան բնակվեն։ Ու 10-12 միլիոն ջմո կարող կան բնակվեն, ծրագիրը դա է։ Հիմա դե կամավոր կգան, թե զորով կգան, թե եսի ինչով կգան, պետք է գան, իրանք բերելու են, աշճանաբար, միանգամից չէ, տենց միանգամից բաներ իրանք չեն անում, որ իրանք ամեն ինչ աշճանաբար են անում, որպեսզի ձեր աչքին չերևա, դուք չհասկանաք, կամաց, Այդ պատերազմի մյուս նպատակը այն է, որպեսզի Ուկրաինան հազարավոր տարիներ հետ ընկնի տնտեսապես, ուզում տնտեսությունը քայքայվի, տնտեսություն չունենա, եւ ընկնի պարտքի տակ, այս միլիարդները որ տալիս են Ուկրաինային, սա հենց մեզ չեն տես, ընդավեր չեն տալիս, դա տալիս են որպես վարկ, ու այդ Ուկրաինան այդ վարկերը, այդ տոկոսներով, բանով պետք է փակի տասնամյակներ, եթե ոչ հարյուրամյակներ շարունակ, այսինքն ովքեր որ մնան այդ երկրում, այդ բնակչությունը, Ուկրաինայի բնակչությունը, դե բոլորը չեն արտագաղթի իհարկե։ Որոշ մասը ովքեր որ մնան, դրանք պետք է շարունակեն վճարել այդ պարտքը։ Այդ պարտքը չեն կարողանալու վճարել, չեն կարողանալու, տոկոսներ այնքան են աճելու, որ ընդհանրապես չկարողանան վճարել։ Եվ այդ գումարները այնքան են մեծանալու, ասենք հիմա, չգիտեմ, $100 են տվել, օրինակ եմ ասում, դառնալու ասենք $10,000։ Այսինքն ոնց որ $10,000 տվածել են, 100 են տվել, բայց ոնց որ 10,000 տվածել են, այդ մի քանի տասնամյակ հետո, տոկոսներով բանում։ Եվ հետո այս տվողները ինչ են անելու, գալու են ուկրաինացիների ականջը քաշեն, ասեն ընկերներ, քանի որ դուք չեք կարողանում վճարել այս $10,000, դե ասենք 100 միլիարդ են տվել, 350 միլիարդ են տվել իհարկե, հիմա դառնալու է տրիլիոններ։ Հիմա ասում են ընկեր չեն, այս տրիլիոնները դուք չեք կարողանում վճարել, այսինքն գնալու մեծանում, տոկոսները բան։ Մենք առաջարկում ենք, որպեսզի դուք մեզ տաք ձեր հողերը։ Այդ ամենաթանկարժեք, ամենավորակյալ բարձրորակ հողերն են, սևահողերը։ Ու արդեն որոշ տվյալների համաձայն, մենցանալների որոշ կամպանիաներ, այդ BlackRock-ը, բանը, Vanguard-ը, տենց կամպանիաներ կան, հազար, տենց միլիարդներ ունեն, տրիլիոններ ունեն, ավելի ճիշտ։ Նրանք արդեն սեփականացրել են Ուկրաինայի տարածքների 1/3-ը։ Հասկացաք, արդեն պատերազմը չի ավարտվել, քանի տարի է գնում այս 22 թվականից մինչև 3 տարի, 1/3-ը արդեն սեփականացրել են։ Դա արդեն օտար կամպանիաների, օտար երկրների սեփականությունն է, այդ հողերը, 1/3-ը։ Սեփականացնել են նաև հանքեր, այդ բանը սլանցովի գազ են ասում, այդ տարածքները, դա արդեն դրել են, տենց չեն սպասում պատերազմի ավարտին, արդեն դրել են տենց ձեռնարկություններ, որ սլանցովի գազ են հանում, ու տարօրինակ կերպով Ռուսաստանը չի ռմբակոծում հենց այս արտասահմանյան օտարերկրյա իր թշնամի երկրների ձեռնարկությունները, հասկանալի է։ Ռուսաստանը եթե նկատել եք ռմբակոծում է միայն բնակելի տարածքները, քաղաքներ, գյուղեր, որպեսզի ժողովուրդը վախնի ու փախնի, հասկանալի է։ Ու ստեղից արդեն պարզադառնում, որ Ռուսաստանը եւս ջմոների գործընկերն է։ Մենք միասին եւ Ռուսաստանի իշխանությունները եւ Ուկրաինայի իշխանությունները գործում են փոխհամաձայնեցված քանդելու այս երկու երկրները, այս երկու ժողովուրդները, այսինքն եւ ռուս եւ ուկրաինացի ժողովուրդների դեմ այս ամեն ինչ։ Եվ Ուկրաինայի նախագահան, եւ Ռուսաստանի նախագահան, դա բոլոր ջմոները եւ ամեն ինչ անում են, որպեսզի քանդեն ռուսների երկիրը, ուկրաինացիների երկիրը, հասկանալի է։ Ցենց դե ուկրաինացի չկա, դա արիստականորեն ստեղծված պետությունն է բանից հետո, հեղափոխությունից հետո, բայց ասենք ուկրաինացի լավ, իրանք իրանց ուրիշ ազգ են համարում, ես ինչ բարբարով են, ռուսերեն ինչ բարբարով են խոսում, ինչև է,
Այսինքն այս ամեն ինչը արվում է այս երկու ժողովուրդների դեմ, որպեսզի ժողովուրդներին վերացնեն, ցրեն, քանդեն։ Ռուսաստանն են մասնատելու ասեցի, դա էլ է մտնում ջուգների ծրագրի մեջ, որ մի գնդակով 5-6 նապաստակ են խմում, մեկը սա է։ Ռուսաստանը հյուծվի, քանդվի, վերանա գնա։ Եթե ուշադիր չեք դուք, որպեսզի համատեիք Ստալինին եւ սրան։ Ստալինը 10 տարվա ընթացքում, այս մասն էլ եմ ասել, բայց դե ամեն անգամ կրկնում եմ, որ Ստալինը 10 տարվա ընթացքում այն մինչև վերջին թելը քանդված, քայքայված երկիրը Ռուսաստանը ոտյանից եւ սարքեց տնտեսական եւ ռազմական գերտերություն։ Հասկանալի է։ 10 տարվա ընթացքում որ ոչինչ չկար, արտադրություն պատերազմից հետո 14-15-18 թվականի պատերազմից հետո առաջին համաշխարհային պատերազմից Ռուսաստանը քայքայված էր, քանդված էր, չկար, գոյություն չուներ, այն որ ասում են իրանց լեզվով ռազռուխա, բան, այսինքն ինտերվենցիայի պայմաններում ինտերվենցիա մտցնում մեջ է, որտեղ մինչև 20-22 թվական ինտերվենցիա եղել։ Հա։ Բայց արդեն 30-35 թվականներին արդեն բավականին հզոր տնտեսություններ եւ գերտերություններ համարյա։ Ու այնքան վախեցան ջմոները, որ 39 թվականին սկսեցին պատերազմը։ Գրավեցին Լեհաստանը, չգիտեմ 41 թվականին հարձակվեցին Ռուսաստանի վրա։ Այսինքն այդքան վախեցած էին։ Վերջը, այսինքն ներկա նախագահ ՌԴ-ի, ջմոյա։ Դե հիմա ջմո Ելցինի դրած ջմո Պուտիննա, թե ջմո Ելցինի դրած ջմո Պուտինի ջմո դվայնիկ դրայնիկն դա նշանակություն չունի։ Քաղաքականությունը տարվում է այնց, որ երկիրը քանդվի, տնտեսապես հետ ընկնի։ Հզորագույն երկիրն է եղել Սովետական միությունը գլոբալ մասշտաբով եւ պատմական հազարամյակների պատմության մասշտաբով հզորագույն երկիրն է եղել։ Այդպես կայսրություն չի եղել, որ տարածքով լինի երկրագնդի 1/6-ը, իշուն ամենամեծը։ Եվ ռեսուրսներով ամենահզորը, բնակչությամբ ամենաշատը, արտոնաբերությամբ, տեխնոլոգիայով ամենաառաջադեմը։ Դե հիմա Միացյալ Նահանգները առաջ են անցել, բան, որտեղ Ռուսաստանը հետ ընկավ։ Ռուսաստանը հետ ընկավ դիտավորյալ կերպով, որտեղ այս ջմող ղեկավարները Ռուսաստանին հետ գցեցին, հետ պահեցին։ Ոնց? Կապիտալիզմով։ Կապիտալիզմը բան է, օլիգարխներին թույլ տվեցին, որպեսզի գրավեն նավթարդյունաբերությունը եւ այլն, տալանեն ժողովրդին եւ գումարները տանեն դուրս, անձամբ ինքը ներկա նախագահան, ՌԴ-ի ներկա նախագահան միլիարդներ ունի ջմոների բանկերում։ Հասկանալի է։ Այսքանից հետո արդեն միամտություն կլինի կարծել, թե ինքը ջմո չի։ Ինքը ջմո է, մաքուր ջմո է։ Եվ արտաքին գործերի նախարարը նույնպես միլիարդներ ունի դրսում, իր երեխաները դրսում են, իր աղջիկը Լավրովի աղջիկը բանա։ Մեծանանների քաղաքացի արդեն ամուսնացի գնացել է։ Վերջը։ Եվ ՌԴ-ի եւ Ուկրաինայի նախագահները ամեն ինչ անում են փոխհամաձայնեցած կերպով, լսելով, կատարելով ջմոների ծրագիրը, որպես քանդեն քայքայեն այդ երկու երկրները, որպես դա մասնատվի եւ տեր կանգնեն ջմոները։ Հասկանալի է։ Այ վերջերս իմ էջում, Facebook-յան էջում դրեցի մի հատ արհեստական ինտելեկտին տված հարցեր։ Մեկը հարցրել էր, ասում էր, երկնային Երուսաղեմ ինչ է, բան։ Այս պատերազմը ինչ հաշիվ է։ Արհեստական ինտելեկտը մաքուր պատասխանեց, ասեց, այս պատերազմը դրա համար է, որպեսզի երկիրը Ուկրաինան բանը ամեն ինչ քանդվի եւ այդտեղ գա հիմնվի ջմոյական պետություն, երկնային Երուսաղեմ անվամբ, կամ Խազարիային դնելու անունը, կամ երկնային Երուսաղեմ։ Այս երկու անունն էլ կա։ Այսինքն դա լինելու է երկնային Երուսաղեմ, այդ պետության անվանումը կարող է կոչվի Նոր Խազարիա, բայց դա իրանց հոգևոր պատկերացումներով երկնային Երուսաղեմն է։ Այսինքն հոգևոր անունը լինելու է երկնային Երուսաղեմ, իսկ երկրային անունը Խազարիա։ Ինչևէ, այդ արհեստական ինտելեկտը հասկանում է, բայց մենք չենք հասկանում։ Ես 10 տարուց ավել կլինի իմ Facebook-յան էջում դրել եմ այդ ջմոների քարտեզները, ջմոների նկարած քարտեզները, որ Լեհաստանից մինչև Առալյանցով դա կոչվելու է Նոր Խազարիա, հիմնելու բանը Ղրիմը հետ անպայման իհարկե։ Ռուսաստանի հարավային մասերը իհարկե Կրասնոդար, Ստավրոպոլ, մինչև Վոլգադոն ջրանցքը բանը։ Այդ ամբողջը ներառյալ կոչվելու է երկնային Երուսաղեմ, Նոր Խազարիա, երկնային Երուսաղեմ, այդ երկուսը նույնն են։ Իսկ Կովկասյան լեռներից հարավ ոչ Հայաստան լինելու, ոչ Ադրբեջան, ոչ Վրաստան, ըստ ջմոների քարտեզի եմ ասում։
Թուրքիայի կեսով, Պարսկաստանի արևմտյան մասով, ամբողջ Արաբստանով, Եգիպտոսով, այդ ամբողջը լինելու է մեծ Իսրայել, հասկանալի է։ Այդ քարտեզները կան, այդ մի խոսքով ուրիշ այնպես որ ես երկու ջմոնների, երկուսն ջմոն են, Ուկրաինայի նախագահի մեծանալի նախագահ։ Դա թատրոնը, դա ձեր աչքերը կապելու համար, ձեր աչքերին թոզ փչելու համար, պատկերավոր ասած, ձեզ ապակոմնորոշելու համար։ Իհարկե Ուկրաինայի նախագահան չպետք է համաձայնվեր, որպեսզի պատերազմը շարունակի, որպեսզի ջմոնի ծրագիր առաջ գնա, Ուկրաինան քանդվի, Ռուսաստանը քայքայվի, հասկանալի է։ Հենց որ մեծ հույսեր մի կապեք նման հանդիպումների հետ, դա ամեն ինչը թատրոն է։ Ամեն ինչ կանխորոշված է շատ վաղուց, տասնամյակներ, հարյուրամյակներ առաջ նույնիսկ։ Լավ, տասնամյակներ ասենք։